Ինչպես գիտեք, նախաքննության փուլում մեկ գործ է եղել, դրված են եղել նույն ապացույցները, նույն փաստերը, սակայն դատավարական նախաքննական կոնկրետ փուլում որոշում է կայացվել առանձնացնել Ռուբեն Վարդանյանի գործը եւ մենք արդյունքում ունեցանք երկու զուգահեռաբար ընթացող դատավարություններ։ Մի դատավարությունը Ռուբեն Վարդանյանի դատավարություններ, այսինքն մեկ ամբաստանյալով գործ, եւ երկրորդ դատավարությունը, որը մեզ հայտնի է 15-ի դատավարություն, ուներ 15 ամբաստանյալներ, ներառնված էին Արցախի 7 ռազմաքաղաքական ղեկավարներ եւ 8 գերիներ, որոնց գերեվարումը ուղղակիորեն առնչություն է ունեցել 2023 թվականի սեպտեմբերյան հարձակման հետ եւ նրանք օբյեկտիվորեն գտնվել են հենց ռազմական գործողությունների գոտում։ Անկեղծ ասած, իրավական տեսանկյունից գործի անջատման հիմքեր չկան, քանի որ վերագրվող արարքները նույնական են, ապացույցները նույնական են, դեպքերը փոխկապակցված են եւ մենք այստեղ անձով պայմանավորված ոչ իրավական առումով օբյեկտիվ առանձնացում ենք տեսնում, բայց արդեն իսկ դատավարությունները ընթացել են այս տրամաբանությամբ։